Բաց արա։ Բաց է։ Կպցրու, արագացրու։ Մի րոպե, սպասիր ձեռքս առնեմ։ Բռներ սա։ Ինչ եղավ։ Դե կպցրու։ Բայց չուտքի չեմ կարողանում։ Մատներս իրար են կպել։ Թող տեսնեմ։ Բաց արա չուտքի։ Դու էլ ջանք թափիր։ Լավ կանես կտրես։ Կտրեմ։ Ուզում եի ասել դու ինքդ դարա։ Ես հեռախոսի պատյանը կկպցնեմ։ Մայրիկը հիմա կարող է ներս մտնել։ Արագացրու։ Դրուվի երեսին տորթ էին քսել գրասենյակում։ Որտեղ է այդ նկարը։ Չեմ գտնում ինչ եղավ։ Հիշիր թե ինչ պետք է անես, հանկարծ չկմկմաս։ Թե չէ մայրիկը կսկսի մեզ կասկածել։ Մայրիկ, այո։ Մենք կարմիր պղպեղն աղացինք վերջացրինք։ Լավ։ Ասա այսօր ինչ եփենք։ Մենք եփենք, ինչ որ կուզեք։ Ես նախ հեռախոսս պետք է գտնեմ։ Որտեղ է հեռախոսս։ Մայրիկ, գուցե դա սխալմամբ պահարանի մեջ ես դրել։ Ես երբեմն այն դնում եմ հագուստիս հետ ու լրիվ մոռանում եմ։ Իսկ հետո դու էլ երևի Դու էլ երևի մի այդպիսի բան ես արել։ Մենք վերջացրինք։ Արի։ Խոհանոցում 1000 ու մի գործ ունենք, դրա համար էլ ասացի։ Արի։ Մայրիկ, մենք գնում ենք գործ անենք։ Բայց ուր կարող էի դնել։ Հեռախոսն այստեղ է։ Բայց ինչպես է որ չէի նկատել։ Սպասիր նկարը գտնեմ։ Ինչու չի միանում։ Մեծ մայրիկ, այստեղ շատ կարևոր թղթեր կան, Բաուջին ուզում է, որ մի ապահով տեղ դնես։ Սանջայ, հեռախոսս չի միանում, երևի փչացել է, տարթող նորոք են։ Պետք չէ մայրիկ, մենք ես համար նորը կգնենք։ Ոչ, ոչ, ինձ այս հեռախոսն է պետք, սրա մեջ նկարներ կան։ Լավ։ Հայրիկը Ադիտին ու շուբը շուտով այստեղ կլինեն։ Ես չեմ ուզում ուշանալ։ Բարոն Դրուվ։ Դրանք Գանչյամի մարդիկ էին։ Եկեք ստուդիա գնանք։ Ախ, ոտքս։ Պարոն, եկեք գնանք։
Նրանք Գանշամի մարդիկ էին ուզում մեքենայի տակ գցել։ Պարոն, եկեք։ Զգույշ։ Ես հիմա առաջին օգնության արկղիկը կբերեմ։ Ինչ։ Դրուվը լավ է։ Ես հենց հիմա գալիս եմ այդտեղ։ Լսիր, վեր կաց։ Դրովին մեքենայի տակ են գցել Գանշամի մարդիկ։ Արի, շուտ։ Ես չեմ կարող գալ, դու գնա։ Իմ տղան հազիվ է փրկվել։ Իսկ ես առանց մեսման չեմ կարող փրկվել։ Դու գործը շարունակիր, թե չեմա ձեռքդ կկոտրեմ։ Թափքի, դա դուր ես կանեմ։ Մայրիկ, դու… Դրուվ, լավ ես։ Հույս ունեմ լուրջ բան չի եղել։ Մայրիկ, ես լավ եմ։ Եթե գիտեիր, որ այդ Գանշամը սրիկա մարդ է, ինչու նրանից հեռու չէիր մնում։ Մայրիկ, սրիկաներին մերկացնել իմ աշխատանքն է։ Ես չեմ կարող նրանցից հեռու մնալ։ Արի այստեղ։ Հանգիստ։ Զգույշ, մայրիկ։ Դրուվ, քեզ լավ ես զգում։ Վիվեկն ինձ ասաց, ես էլ եկա։ Ես լավ եմ։ Ինչպես է Գանշամը համարձակվել այդպիսի բան անել։ Ես հիմա ոստիկանություն կզանգահարեմ։ Հանգստացիր, ես ինքս կզբաղվեմ Գանշամի հարցերով։ Դու հանգիստ եղիր։ Արի, կամաց։ Ինչ լավ է, որ այդ գործողությանը ես չէի մասնակցել, թե չէ հիմա Դրովի փոխարեն ես նրանց թիրախը կլինեի։ Ինձ թվում է 1000 տարի է քեզ չեմ տեսել։ Ես առանց քեզ ապրել չեմ կարող, աղջիկս։ Հայրիկ, ես դրա համար էլ կանչեցի ձեզ։ Բայց հայրիկ, ես շատ նեղացած եմ քեզանից։ Դու այդքան կարևոր բան թաքցրել էիր ինձանից։ Լավ, այս անգամ ես դրան ուշադրություն չեմ դարձնի։ Բայց եթե հետագայում էլ… Ոչ աղջիկս։ Ես էլ այդպիսի բան չեմ անի։ Լավ, մայրիկ, հայրիկին չես ուզում թեյ տալ։ Ես նրանց բոլորին արդեն թեյ տվել եմ։ Քեզ համար էլ բերեմ։ Ոչ, մայրիկ, ես չեմ ուզում։ Գրասենյակում խմել եմ։ Աղջիկս, մոռացա հարցնել։ Ինչպես են գործել այդ ստուդիայում։ Ամեն ինչ կարգին է։ Հայրիկ, այնտեղ ամեն ինչ նույնն է։ Մայրիկ, հայրիկի սիրած ալու պարաթեից եփիր եւ լոբի։ Աղջիկս։ Թափքի։
Ստուդիայում ամեն ինչ կարգին է։ Խոսիր աղջիկս։ Ամեն ինչ կարգին է, չէ։ Այստեղ կարգին չէ, հայրիկ։ Դրա համար էլ ոչինչ չի կարող լավ լինել։ Նախ հարսանիքս չեղավ կակազելուս պատճառով։ Դու ընկար պարտքերի տակ։ Մենք տունը կորցրինք։ Այսօր էլ պարոն Դրովը։ Հայրիկ գիտես։ Այսօր իմ կակազելու պատճառով ես չհասցրի պարոն Դրովին ժամանակին զգուշացնել։ Հայրիկ, եթե ես կակաշ չլինեի, այդպիսի փորձանք էլ չեր լինի։ Դա լրիվի մեղքով եղավ։ Ես եմ մեղավոր։ Ոչ աղջիկս։ Հայրիկ։ Անգստացիր աղջիկս։ Արի, նստիր։ Նստիր։ Լսիր աղջիկս։ Աղջիկս, քո թերություններն ուշադրություն մի դարձրու։ Դու քո առաքինությունների վրա կենտրոնացիր։ Եվ միշտ հիշիր, դու կակազում ես։ Դա մեծ խնդիր չէ։ Բայց եթե լաց լինես, շատ վատ կլինի։ Դու չես կարող պարտվել։ Չես կարող կոտրվել։ Երբեք։ Ինչ է եղել, դեռ ինչքան պետք է սպասենք։ Հենց որ ստանանք գրավի փաստաթղթերը ձեզ բաց կթողնենք։ Արագացրեք, ես գործեր ունեմ։ Մենք նրան մեքենայով խփեցինք, բայց նրան մի աղջիկ օգնեց։ Նա ողջ է մնացել։ Տեսուչ, գրավի փաստաթղթերը ձեզ մոտ են, մենք գնում ենք։ Մի րոպե, Գյան Շամրալջի։ Ձեզ պետք է բաց թողնեինք, բայց ինչ-որ մեկը կարծես թե դեմ է։ Ով է համարձակվել կանգնել Գյան Շամրալի ճանապարհին։ Ես։ Ես քո դեմ այնպիսի ցուցմունքներ եմ բերել, որ քեզ էլ ոչ ոք չի կարողանա փրկել։ Ոչ ոք։ Ահա։ Այստեղ ամփոփված են Գյան Շամլալի բոլոր անօրինական գործերը։ Մարդկանց խաբելն ու նրանց հողերը գնելը։ Ես ուզում եմ, որ նա մինչև կյանքի վերջը փտտի բանտում։ Ստում է, տեսուչ։ Ես այդպիսի բաներ չեմ արել, դու գիտեք, ես նման բան չէի կարող անել։ Ես գիտեմ, Գյան Շամլալ։ Դու այդ ամենը չես արել, բայց օրենքին ապացույց է պետք։ Իսկ ես դրանք տրամադրել եմ։ Ես պարտավոր չէի գալ այստեղ, բայց եկել եմ, որ քեզ զգուշացնեմ։ Եթե սրանից հետո քեզ տեսնեմ որդուս կողքին, ոչ միայն գրավդ կմերժվի, այլև քո կյանքն ընդհանրապես։ Սերժանտ, տարեք նրան։ Ամբողջ քաղաքը գիտի, որ ձեր եւ ձեր որդու ջուրը նույն առվով չի ուսում։ Բայց դուք ամբողջ քաղաքը նաև գիտի, որ ոչ ոք չի կարող թարս աչքով նայել իմ որդուն։ Ես թույլ չեմ տա։ Հույս ունեմ, որ պարոն Դրովը լավ է։ Տեսնես ինչպես է։ Քո ձայնը Դրովի հետ։ Շատ հետաքրքիր հաղորդում է լինելու։ Գիտես ով է գալու։
Չէ, Բոլիվուդյան մի հայտնի երգչուհի, որի մասին վերջերս հակասական լուրեր են պատտվում։ Լուրջ, այստեղ է գալու։ Հաղորդում։ Ուրեմն պարոն Դրուվն աշխատանքի է եկել։ Մենք ամեն անգամ նոր փաստեր ենք ներկայացնում ձեզ, կամ բաներ, որոնք գաղտնի են մնում ձեր աչքերից։ Այս անգամ էլ ձեզ մի այդպիսի հետաքրքիր փաստ կներկայացնենք։ Մեր հաղորդմանը ձեր ձայնը Դրուվի հետ։ Կեցեք տիկին։ Լավ էր։ Լավ էր։ Տիկին, դուք ձեզ գերազանցեցիք, եթե պարոն Դրուվը ձեզ հիմա տեսներ, իր փոխարեն ձեզ կնշանակեր հաղորդավար։ Երանի այդպես լիներ։ Որովհետև այդ պատահարից հետո բժիշկը նրան անկողնային ռեժիմ է նշանակել։ Իսկ դա նշանակում է այս շոուն իմ առաջ մեծ հնարավորություն է բացում։ Եվ ես դա ձեռքիցս ոչ մի դեպքում բաց չեմ թողնի։ Գուցե շատ շուտով ես փոխարինեմ նրան։ Ճիշտ չէ՞։ Տիկին, այդ դեպքում հաղորդումը կսկսի կոչվել ձեր ձայնը Սաքշիի հետ։ Մինչև հիմա այս հաղորդումը պարոն Դրուվն էր վարում։ Հաղորդման մեխը հենց նա է, որ կա։ Բայց նա այսօր իմ պատճառով այստեղ չէ։ Ոչ։ Նա պետք է այս հաղորդումը վարի։ Նույնիսկ այսօր։ Ես պետք է ամեն ինչ անեմ։ Որպեսզի դա հնարավոր դառնա։ Արագացրեք, հիմա հաճախորդները կգան։ Մորաքույր։ Արի աղջիկս։ Ինչ կուզես։ Դիմահարդարում, մատնահարդարում, մազերը կտրել, ներկել, լվանալ, ինչ որ կուզեք։ Ես ամեն ինչ կարող եմ անել, ներս արի։ Ես հաճախորդ չեմ։ Ուզում ես, որ քեզ համար բարեգործություն անեմ, ամոթ է ամոթ, դու։ Ես Ադիտին եմ, Թափկի փոքր քույրը, երեկոյան ենք այստեղ եկել։ Ես սա բերել եմ ձեզ։ Շատ վատ բան ստացվեց աղջիկս, ներիր։ Ես այնքան էի շտապում, որ քեզ սխալ հասկացա։ Հասկանում ես, այստեղ ամեն ինչի համար ես եմ պատասխանատու, այնպես որ երբեմն ինձ կորցնում եմ, ամեն ինչ իրար եմ խառնում։ Դուք օգնական չունեք, ինչ ասեմ աղջիկս, եթե Նիմի սրահն օգնական ունենար, նրա համբավն ամբողջ նորայրայով տարածված կլիներ։ Ես մի տղա ունեմ, որ նոր ու գիշեր գիրք է կրծում։ Անընդհատ կարդում է։ Մի աղջիկ ունեմ, բայց նա ամեն ինչ չի կարող անել։ Այնպես որ միայն ես եմ մնում, իսկ ես 1000 կտոր չեմ կարող լինել։ Լավ, արի աղջիկս։ Ոչ մորաքույր, մայրիկն ինձ է սպասում։ Ես գնամ։ Հիմա երեխաներն այնքան անհանգիստ են, գիտես։ Ես այնքան եմ ուզում, որ աղջիկս մի լավ տղայի հետ ամուսնանա։ Ու միասին մեր տանն ապրեն, շատ լավ կտեղավորվեն մեզ մոտ, եւ սրահի հարցում էլ ինձ կօգնեն, ամեն ինչի կհասնեն։ Մայրիկ, քեզ ինչ վատություն է արել։ Ինչու զանգ չէիր տալիս աղջիկս։ Ինչպես է Դրուվը։ Մամ, նա լավ չէ։ Նրա ոտքն է կոտրվել։ Եվ նա աշխատանքի չի եկել։ Երկար կտևի մինչև առողջանա։ Այո, մամ, նա այսօր հաղորդում ունի, իսկ դա առանց նրա չի կարող եթեր հեռարձակվել։ Նա այդ հաղորդումների ժամանակ միայն ճշմարտությունն է ներկայացնում։ Ոչ ոք չի կարող նույն բանն անել։ Այո, աղջիկս, բայց եթե իրեն լավ չի զգում, ինչ կարող է անել։ Լսիր ինձ, քեզ վատ մի զգա, ամեն ինչ լավ կլինի, դու լավ աշխատիր։ Լավ, մամ, հետո կխոսենք, լավ, մամ, առայժմ։ Բհակվանջի, պարոն Դրուվն այսօր չի կարողանա հաղորդում վարել։ Եվ միայն իմ պատճառով։ Միայն իմ կակազելու պատճառով։
Պարոն Շարմա, ինչ նշանակություն ունի, որ ես այդտեղ չեմ։ Հաղորդում պետք է եթեր դուրս գա։ Եվ դա ոչ մի դեպքում չպետք է ավելի վատը լինի։ Այո, դուք մի լավ թիմ հավաքեք։ Այո, ոչ մի մանրուք բաց չթողնեք։ Եթե ինչ-որ բան պետք լինի, զանգ տվեք։ Մամ, դու։ Դրով, եթե դու քեզ լավ զգայիր, ես քեզ չէի արգելի գնալ աշխատանքի։ Չնայած ես գիտեմ, որ քո աշխատանքը, քո հաղորդումն աշխարհ արժե քեզ համար։ Ես էլ եմ միշտ քո հաղորդմանը սպասում։ Դու անփոխարինելի ես։ Դուր, թող դա։ Մարիկ, գոնե թող մի բանով զբաղվեմ։ Նախ քրքումով կաթ խմիր։ Ցավերը կհանգստանան։ Խմիր։ Ալո։ Այո։ Սանջայ, մյուս անգամ ինձ համար հովանոց կվերցնես։ Արևն ուղղակի անտանելի է։ Առանց հետ էլ մաշկս թուխ է։ Ավելի սևանալ չեմ ուզում։ Օհո, տեսեք։ Լավ ես պահում որդուդ։ Ես հասարակությանն եմ ծառայում, իսկ կինս մեր որդուն է ծառայում։ Դու արտակարգ ես ծառայում հասարակությանը։ Մարդկանց կաշառում ես, որ Գյանշամլալին բանտում թողնես։ Հապշելու բան է։ Նա քեզ վատություն է արել։ Բաուջին էլ նրան չի թողել բանտից դուրս գալ։ Գրավը չեղարկել է։ Իսկ դու Բաուջին հանդիպանում ես։ Դու գնացել էիր այնտեղ։ Ինչու ոչինչ չէիր ասել։ Այո, լավ կանեիր ասեիր։ Քո փողերով դու շատ մեծ բան ես արել։ Լսիր, թե ինչ կասեմ։ Ինձ երբեք քո աշխարհի մասնիկ չդարձնես։ Ասելիքդ վերջացրի դրուվ պանդե։ Իսկ հիմա ինձ լսիր։ Ես չգիտեմ, թե քո աշխարհը որն է, բայց այս աշխարհում դու պանդե ազգանուն ես կրում։ Իսկ դրա կրողը իմ պատիվն ու հարգանքն է։ Այն ինչ արել եմ պատիվս պաշտպանելու համար։ Դա պատիվ չէ, դա վախ է։ Մարդիկ պետք է վախենան քեզնից։ Դրա համար էլ դու։ Այո, եւ դրա վերջը չի գալու, քանի ես կամ ոչ ոք չի համարձակվի ինչ-որ բան անել պանդեների ընտանիքին։ Լսիր, Դա նրան բացատրիր, ոչ թե ինձ։ երկուսդ էլ հանգստացեք։ Իսեր Աստծո։ Ամեն ինչ պատրաստ է Վիվեկ։ Այո, տիկին։ Հաղորդման անունը փոխել ես։ Այո, տիկին։ Տիկին, ահա թե ինչ տեսքի ունենալու։ Հապա։ Լավ է։ Շնորհակալ եմ, տիկին։ Ձեր ձայնը Սաքշիի հետ։ Տեսնում եմ, որ կյանքից մեծ երազանքն իրականանում է։ Հիմա բոլորը կիմանան։ Եթե Դրուվը լավն է, Սաքշին նրանից ոչինչով պակաս չէ։ Դուք բոլորից լավն եք, տիկին։ Ոչինչ։ Հնարավոր չէ անել։ Այսօր պարոն Դրուվը չի կարող հաղորդում վարել։ Այո, Դրուվ։ Ոչ, Սաքշի։ Պատրաստ ես հարցազրույցին։ Այո, Դրուվ, բայց դա բոլորովին իմ սրտով չէ։ Ես վախենում եմ, որովհետև պետք է քեզ փոխարինեմ։ Ես չեմ կարող քեզ նման հաղորդում վարել։ Դու ես այս հաղորդման իսկական ձայնը։ Այս հաղորդումն առանց քեզ անկյանք է լինելու։ Հանգստացիր, Սաքշի։ Սա քո հաղորդումն է։ Քեզ ազատ զգա։ Արդեն պատրաստել եմ հաղորդման ժամանակ տրվելիք բոլոր հարցերը։ Հիմա դրանք կուղարկեմ։ Շնորհակալ եմ, Դրով։ Բայց լսիր, դու տնից չես կարող հաղորդումը վարել։ Ես հասկանում եմ, որ դա անհնար է, բայց ոչինչ։ Մի նեղվիր, Դրով։ Ես այս հաղորդումը միայն հանուն քեզ եմ անելու։ Լավ։ Ցտեսություն։ Հաջողություն։ Դե Վիվեկ։ Հիմա ինձ էլ ոչինչ չի խանգարի։ Շնորհակալ եմ Տեր Աստված։ Դու ինձ ուղղիցույց տվեցիր։ Ես հիմա գիտեմ, թե ինչ պետք է անել։ Մտեք։
Տիկին, ինչ կա։ Չես տեսնում, որ զբաղված եմ։ Արագ ասա, ինչ կա։ Տիկին, պարոն Դրովը կարող է հաղորդումը տնից վարել։ Ինչ։ Այո, տիկին, դուք նոր պարոն Դրովի հետ խոսում եք հեռախոսով։ Ես էլ մտածեցի։ Տիկին, եթե հաղորդումը նրա տնից հեռարձակենք, նա ի վիճակի կլինի վարել այն։ Իդեպ տիկին Թափկին շատ լավ միտք է առաջարկում։ Մենք կարող ենք նրա տնից հեռարձակում կազմակերպել։ Լսիր դու։ Քեզ մի երևակայիր։ Դա քեզ չի վերաբերում։ Քո գործերով զբաղվիր։ Իսկ դու ինձ ես հետևում։ Ինչ է, ուրիշ անելիք չունես։ Բժիշկը Դրովին խորհուրդ է տվել հանգիստ պառկել։ Այնպես որ նրա հաղորդումը ես եմ անելու։ Դա իմ վերջին խոսքն է, պարզ է։ Իսկ դու դա հետո կնորոգես։ Գնա գործերով զբաղվիր։ Լսիր ինձ։ Ոչնչություն։ Եթե շարունակես քեզ այդպես պահել, այսօր ևեթ կզրկվես աշխատանքից։ Ես չեմ ուզում քեզ ստուդիայում տեսնել։ Ներեցեք, ես չեմ ուզում քեզ այս կողմերում տեսնել։ Այսինքն տուն գնա։ Հենց հիմա։ Թող քո ասածը լինի բարկի, քո հեռախոսի տեսախցիկը լավն է, բայց իմի մեջ 500 երգ կա։ Ես արդեն հոգնել եմ դրանք լսելուց։ Բայց դրանք վերջ չունեն։ Չուտկի, դու քո երգերը լսիր։ Մեկ է, քեզ մարդկանց հետ շփվել պետք չէ։ Նոր ընկերներ գտնել, համացանցով տեսանյութեր նայել։ Իսկ հին հեռախոսով այդպիսի բաներ չես անի։ Իմ նոր հեռախոսն ամեն ինչ ունի իր մեջ։ Ինչ ես ուզում ասել։ Քո այդ բոլոր ասածներն անիմաստ բաներ են։ Իմ հեռախոսն ավելի լավն է։ Տես, հերիք է, կույր մարդն էլ կտեսնի, որ իմ հեռախոսը քոնից լավն է։ Իմ հեռախոսն ավելի լավն է, իմ հեռախոսն է լավը, իմ հեռախոսն է լավը, ոչ իմ հեռախոսն է լավը, ոչ իմ հեռախոսը։ Ոչ մեկիդ հեռախոսն էլ լավը չէ։ Սիրում եք չաչանակի պես խոսել, չէ։ Խնդրեմ։ Բայց դուրս գնացեք, կռվեք ինչքան ուզում եք։ Դրանից հետո կարող եք նույնիսկ ծեծել իրար։ Գուցե այդպես վերջապես ուշքի գաք։ Մայրիկ, լռեք։ Էլ ոչ մի խոսք չլսեմ ձեզանից։ Դրովը հանգստանում է իր սենյակում։ Եթե ձեր պատճառով իրեն վատ զգա, ինձանից չնեղանաք։ Ոչ, մայրիկ, մենք հասկացանք։ Այո, մենք դրսում կկռվենք։ Կխոսենք։ Արի։ Մայրիկ, հեռախոսդ։ Նորոգեցին։ Ասացին, որ հնարավոր չի նորոգել։ Բայց ինչու։ Ասա թող կարգին գործ անի։ Ինձ հեռախոսից որոշ բաներ են պետք։ Ես կվճարեմ ինչքան պետք է։ Մայրիկն ասաց, որ փչացել է, սա հազիվ իրար է կպցրած։ Հեռախոսն ուղղակի 2.5 է եղել։ Կարծես ինչ-որ մեկը ջարդած լինի։ Ջարդած։ Այո։ Եվ հետո դրա մեջ լիքը կարմիր պղպեղ կա։ Ինչպես էր նորոգելու։ Մենք վերջացրինք, արի։ Ինչքան լավ կլիներ։ Եթե պարոն Դրովը կարողանար տնից վարել հաղորդումը, բայց տիկին Սակշին Երանի կարողանա ինչ-որ կերպ պահել աշխատանքս ու օգնեի պարոն Դրովին վարել իր հաղորդումը։ Բայց ինչպես։ Դա մեր նավակն է, մերն է։ Մեր նավակը կանգնեց։ Հայրիկ, նավակս կանգնեց։ Ինչ ենք անելու հիմա։ Հանեմ ջրից։ Աղջիկս, եթե հանես,
Այն իր նպատակակետին չի հասնի։ Ուրեմն ինչ անեմ, հայրիկ։ Մի փոքր հրիր նավակին։ Այդպես նա կլողա ու կհասնի այնտեղ, ուր գնում էր։ Բայց եթե այդպես անեմ, չի սուզվի։ Այո, աղջիկս։ Կարող ես ուզվել, բայց դու գոնե պետք է փորձես։ Կյանքում էլ մենք երբեմն պետք է այդպիսի որոշումներ կայացնենք։ Կամ պետք է հանձնվենք, կամ էլ մեր տքնաջան աշխատանքով առաջ գնալու միջոց գտնենք։ Հիմա չէ, բայց երբ մեծանաս, կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։ Հայրիկը ճիշտ էր ասում։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեիր։ Լսիր, արի մի բան անենք։ Արի գրասենյակի մոտ հանդիպենք։ Թափկի, պարոն Դրովն այստեղ ապրում։ Էլի ուզում ես ասածը տանել։ Մենք դեռ կարող ենք հետ դառնալ։ Նախ ասա, երբ ասացիր, որ պարոն Դրովի հաղորդումը կարող ենք տնից կազմակերպել։ Դա լուրջ էր։ Այո, Ուրեմն խնդրում եմ, մի խոսիր հետ դառնալու մասին։ Պարոն Դրովը պետք է այդ հաղորդումը տնից անի։ Եվ հետո ես եմ մեղավոր նրա այս վիճակի համար։ Դրա համար էլ ես պետք է օգնեմ նրան։ Ճուտկի, հեռախոսս չես տեսել։ Դու էլ քոնը չես գտնում, ես էլ իմը չեմ գտնում, տեսնես որտեղ է։ Բայց ոնց է ստացվել։ Արի մայրիկին հարցնենք։ Լավ։ Նոր հեռախոս։ Ինչ լավ հեռախոս է, չէ՞, տես։ Այո, ճուտկի։ Մայրիկ, սա ումն է։ Քոնն է։ Որտեղից ես գնել։ Դուք եք օգնել։ Մենք։ Ես ձեր հեռախոսները վաճառել եմ ու դա եմ գնել։ Բայց մայրիկ, իմ հեռախոսը լրիվ նոր էր։ Իմն էլ։ Մայրիկ, ինչու ես այդպիսի բան արել։ Ես ով եմ։ Մեր սկեսուրը։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Ես մենակ ավելի շատ խելք ունեմ, քան դուք երկուսդ միասին վերցրած։ Կարծում եք գլխի չեմ ընկնելու, որ դուք վերցրել եք իմ հեռախոսն ու ջարդել եք կարմիր պղպեղի հետ։ Դա էլ քիչ է, ձեզ խելոքի տեղ եք դնում։ Ներողություն խնդրելու փոխարեն մաքրել եք հեռախոսս, իրար կպցրել ու դրել եք իմ սենյակում։ Այն նա է արել, բարգին մայրիկ, նա է ջարդել։ Ոչ, ճուտկին է դա ինձ տվել կարմիր պղպեղի հետ։ Ոչ, ես… Բավական է։ Հեռախոսը ձեզանից թանկ չէ։ Այո։ Դրա մեջ մի նկար կար, դրա համար եմ ես նեղված։ Ուրեմն դու մեզ վրա բարկացած չես, մայրիկ։ Իսկ դուք ինչ էիք կարծում։ Մի բան կանեք ինձ համար։ Այո, մայրիկ, կանենք ինչ որ ուզես։ Մենք կավլենք, կմաքրենք, կլվանանք, կեփենք, ամեն ինչ։ Դրա կարիքը չկա։ Եկեք այստեղ։ Կարմիր պղպեղ։ Միայն մի հատ։
Մայրիկ, մենք դա պետք է ուտենք։ Այո, իհարկե, կուտենք, չէ՞ բարգի։ Այո, բայց մենք ես չեմ ասել, որ սա պետք է ուտենք։ Տեսար բարգի, ասում է, չէ, մայրիկը շատ մաքուր սիրտ ունի։ Դրա համար էլ նա մեզ չի պատժում մի փոքր բանի համար։ Ինչքան լավն ես, մայրիկ։ Ես ձեզ այդքան թեթև պատիժ չեմ տա ձեր արած սխալի համար։ Վերցրեք պղպեղը։ Վերցրեք։ Վերցրեք ու մեր տունը չափեք սրանով։ Դուք լավ գիտեք, որ մեր տունն այնքան էլ փոքր չէ։ Մայրիկ, Չուտկի, մենք արի։ Ինձ մի բարկացրու։ Կեր Գուլաբիա։ Արի, կեր։ Կեր սոված չմնաս, թե չէ կհիվանդանաս։ Դա պարոն Դրովի հայրն է։ Ես ինչ եղել է։ Կեր, ինձ մի բարկացրու։ Այ քեզ բան, Գուլաբիա, իմ ձեռքի չվերցրիր։ Ինչ արեցիր աղջիկս։ Հանգստացիր դոլարի, ես էստեղ եմ։ Սուս մնա, հանգստացիր դոլարի, հանգիստ։ Այո։ Նա լսում է ինձ։ Այո, ասա աղջիկս, ինչպես հմայեցիր Գուլաբիայի։ Քերի, մենք ամեն օր տարբեր բաներ ենք ուտում։ Կենդանիներն էլ են այդպես ուզում սնվել։ Տեսաք, երբ ես խոտի հետ նրան չոր մանգո տվեցի, մի անգամ ինձ կերավ։ Պարզ է, ուրեմն սկսել է կամակորություն անել։ Աղջիկս, մի քիչ կարծես թե կակազում ես, հա։ Այո։ Տատես ասում էր, որ կակազությունը բուժվում է ամլայով ու սև պղպեղով։ Հասկացար, դու էլ փորձիր։ Գուցե ստացվի։ Իսկ դու էլի ունես չոր մանգո։ Ահա, կեր, ապրես։ Տեսար։ Իսկապես կերավ։ Ես քեզ չեմ ճանաչում աղջիկս։ Անունս, իմ անունը։ Նա նոր է աշխատանքի անցել մեզ մոտ։ Օ, պարզ է։ Մենք միասին եկել ենք պարոն Դրովի հետ խոսելու։ Լավ է։ Ես ուրախ եմ, որ նրա հետ խելացի մարդիկ են աշխատում։ Լավ են լեզու գտնում համր կենդանիների հետ։ Լավ։ Գնացեք տեսեք նրան։ Տեսնում ես Գուլաբիա, ժպիտով գնաց։ Տեսնենք, թե ինչպես դուրս կգա, որովհետև ներսում հանդիպելու է նորին արքայական մեծություն Վասունդարայի հետ։ Ինչ մեծ տուն է։ Կարծես պալատ լինի։ Մենք այստեղից կարող ենք շատ լավ հաղորդում հեռարձակել։
Ճիշտ չէ։ Արի նախ թույլտվություն ստանանք։ Այո, Դրուվը ժամանակին խմում է դեղերը, բայց ցավերը չեն դադարում։ Այո, վաղն առավոտյան կարող եք գալ։ Այո, լավ։ Լավ, առայժմ։ Նամաստե մորաքույր։ Նամաստե։ Բարով եք եկել։ Եկել եք Դրուվին տեսնելու։ Հաճելի է տեսնել, թե ինչքան ուշադիր եք նրա նկատմամբ։ Մենք ուզում ենք տեսնել պարոն Դրուվին ու ասել, որ եթե համաձայն է, հաղորդումը տնից հեռարձակենք։ Կարող ենք այստեղ նկարահանել։ Գժվել եք։ Նա ծանր վիճակի մեջ է։ Այնպիսի բան է եղել, որ հազիվ է ողջ մնացել։ Նա քայլել անգամ չի կարողանում։ Իսկ ձեզ միայն հաղորդումն է հետաքրքրում։ Մի օր էլ չեք կարող նրան հանգիստ թողնել։ Դուք ինքնուրույն ոչ մի բանի ընդունակ չեք, ոչինչ չեք կարող առանց նրա անել։ Տիկին, մենք ասա նրան։ Ես ձեզ արդեն լսեցի։ Դրուվը հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չի անելու։ Դրսում շոկ է։ Ջուր խմեք։ Ռադհե։ Լավ։ Դու էլ թափքեի նման լավ աշխատանք կգտնես։ Հուսով եմ, մամ։ Գոնե այս հարցազրույցը հաջող անցներ, լավ կլինի։ Մամ, ինձ մի քիչ էլ ամպանատուր։ Դու առավոտից արդեն 4 բաժակ խմել ես։ Չի կարելի։ Մի քիչ էլ թափքի համար եմ պահել։ Նա հոգնած տուն կգա։ Լավ, մայրիկ, ես գնում եմ առայժմ շուտ։ Առայժմ դիդի, հաջողություն քեզ։ Շնորհակալություն։ Զգույշ եղիր, լավ։ Լավ, խոստանում եմ։ Մոռացիր ամեն ինչ ու գնանք։ Ոչ։ Պարոն Դրուվն այսօր անելու է այդ հաղորդումը։ Գժվել ես, ուզում ես զրկվել աշխատանքից։ Ոչ։ Ես պետք է համոզեմ նրա մորը։ Ուրեմն ինչու չխոսեցիր նրա հետ։ Ես այնտեղ մի քիչ հուզված էի։ Ես նրա մոտ չեմ կարողանում խոսել։ Իսկ հիմա ինչպես ես խոսելու։ Նա շատ բարդ բնավորություն ունի։ Եթե նրան հաղորդագրություն ուղարկենք, նրա հեռախոսի համարն ունես։ Ոչ։ Ես մի բան մտածեցի։ Եթե այսպես շարունակվի այս հսկայական տունը, մենք 10 օրում էլ չենք չափի։ Չուտկի, մայրիկն է կարգադրել։ Ստիպված ենք դա անել։ Բարկի, ես մի բան եմ մտածել։ Դու սկզբում տանկեսը կչափես, իսկ հետո մենք միասին գործը կկիսենք։ Ճիշտ ես ասում, Չուտկի։ Բայց առաջինը դու սկսիր չափել։ Երբ տեսնեմ, թե դու ինչպես ես չափում, ես էլ կսովորեմ։ Բարկի, ինչ ես ասում։ Լսիր ինձ։ Դու ես մեծը, չէ՞։ Այդ ես պետք է քեզանից սովորեմ, չէ՞։ Այո, մեծը ես եմ։ Ինձ տուր դա։ Ես ցույց կտամ, թե դա ինչպես են անում։ 1 2 3 4 5 6 Չուտկի, լավ նայիր։ Պարզ է։ Ուրեմն այդպես են անում։ Շատ ապրես։ Չափիր։ 40 Բաուջի, 40։ Սիրետ ինչ եք կորցրել։ Ինչ եք փնտրում։
Բաուջի, ոչինչ էլ չենք կորցրել։ Մայրիկն է մեզ պատժել։ Մենք պետք է ամբողջ տունը կարմիր պղպեղով չափենք։ Ինչ է խիստ պատիժ է։ Մինչև վերջացնեք կմեռնեք։ Միայն այդ մտքից մենք արդեն մեռնում ենք, Բաուջի։ Բաուջի, կօգնես մեզ։ Ես ոչինչ չեմ կարող անել։ Բաուջի, խոսիր մայրիկի հետ։ Ասա թող մեզ ազատի այս պատժից։ Լսիր ճուտքի։ Ես այս տան տիրակալն եմ։ Այստեղ միայն Վասունդարան է թագուհի։ Ես ինքս էլ չեմ կարող նրան չենթարկվել։ Բայց մի բան հնարավոր է։ Նրանից մի քիչ կհանգստանաք։ Ինչ, Բաուջի։ Ինչ է եղել։ Տիրոհի օրյոր թափքին ձեզ նամակ է ուղարկել։ Նամակ։ Ցույց տուր։ Լավ, գնա։ Նամաստե մորաքույր։ Ես գրում եմ, որ ասեմ իմ մտքում եղածը։ Մենք բոլորս սիրում ենք պարոն Դրովին։ Եվ չենք ուզում, որ այդ հաղորդումն առանց նրա հեռարձակվի։ Մորաքույր, հաղորդումն առանց նրա թերի է լինելու, ոչ լիարժեք, տուժելու է։ Եվ դրանից առաջին հերթին հենց պարոն Դրովն է իրեն վատ զգալու։ Դուք դա երևի բոլորիցս ավելի լավ եք հասկանում, որովհետև նրա մայրն եք։ Խնդրում եմ, մորաքույր, թույլ տվեք հաղորդումը ձեր տանը կազմակերպել։ Մենք ամեն ինչ կանենք, պարոն Դրովին էլ շատ չենք խանգարի։ Խոստանում եմ։ Թափկի։ Մեր այսօրվա ամենաթեժ շնորհությունը։ Քաղցրևենիքի արքա Գյանշամլալի գրավի դիմումն այսօր մերժվել է։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նրան մեղադրում են կեղծարարության համար։ Եվ հենց դրա համար էլ նրան երկարատև դատական գործընթաց է սպասվում։ Դրով, դեռ չես կերել տղաս։ Թող քեզ կերակրեմ։ Մայրիկ, ուտել չեմ ուզում։ Դեռ զայրացած ես հորդ վրա։ Դու գիտես, նա գնացել էր այնտեղ, որ Գանշամին բանտից դուրս չթողնեն։ Լավ մտածիր, նա քեզ շատ է սիրում։ Ինձ նրա սերը պետք չէ։ Նա գնացել էր միայն իր փողն ու իշխանությունն ցույց դնելու, բայց ոչ մեկն է արդար ձևով վաստակել, ոչ էլ մյուսը։ Նրա ու Գանշամի տարբերությունը այնքան էլ մեծ չի։ Արի դրա մասին չխոսենք։ Բայց եթե այդ մարդը ստորություն չաներ, դու հիմա այս վիճակում չէիր լինի։ Հիմա դու քո հաղորդմանը պատրաստվելուց կլինեիր, ճիշտ չէ։ Ինձ նայր։ Այսօր քո փոխարեն մեկ ուրիշն է հաղորդումը տվարելու։ Ինձ անկեղծորեն ասա, Դրով։ Դու դրան դեմ չես։ Ինձ համար մի քիչ ցավալի է, մայրիկ։ Ես շատ ջանք եմ թափել այս հաղորդման համար։ Ես չգիտեմ, թե ինչքան եմ պետք այդ հաղորդմանը։ Բայց ես առանց դրա ինձ թերի եմ զգում։ Բայց ոչինչ։ Իմ զգացմունքներն այնքան կարևոր չեն, ինչքան այն, որ հաղորդումը պետք է եթեր դուրս գա։ Եթե դա ես չեմ կարող անել, ուրեմն թող ուրիշն անի։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։